Գրիգոր Նարեկացի Գրիգոր Նարեկացին հայ բանաստեղծ, փիլիսոփա եւ երաժիշտ է։ Ծնվել է 951 թվականին Վանալոչի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Փոքր հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից եւ Նարեկացի անվանումը։ Գրիգոր Նարեկացու կյանքի մասին պահպանվել են ոչ շատ, բայց հավաստի տեղեկություններ։ Ուսումնառությունը անցել է վանքի 10-րդ դարի հռչակված դպրոցում։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական եւ ինքնուրույն ձեռագիր կրոնափիլիսոփայական գրականությունը, Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։ Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով գործեր, մեկնություն երկոց երգն Սողոմոնի, 4 ներբող, գանձեր, տաղեր, թվով 30-ից ավելի, Մատյան ողբերգության պոեմը, թղթեր եւ այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են եւ Մատյան ողբերգության քնարական պոեմը։ Տաղերի մեծ մասը իրենց գաղափարական բովանդակությամբ եւ արտահայտչական ձևերով արտացոլում են 10-րդ դարի հասարակական կյանքի տեղաշարժերը։ Ճիշտ է, տաղերում մարդու ներաշխարի, նրա խոհերի եւ ապրումների պատկերները դեռ այնքան խորը չեն, բայց Մատյան ողբերգության մեջ դրանք հասնում են գերօրինակ ուժի ու բարձրության։ Գեղեցկության իդեալը սովորաբար մարմնավորում է տիրամայրը, սակայն դա շատ անգամ տաղերի լոկ վերնագրային նմուշներից է երևում։ Իրականում բանաստեղծության մեջ պատկերվում է կանացի գեղեցկությունն ընդհանրապես, որը տարբերվում է շարականներում հաճախ հանդիպող աստվածամոր նկարագրից։ Մատյան ողբերգություն երգը, որը հորինվել է 1001-1002-ին, բաղկացած է 95 գլխից եւ հեղինակի հիշատակարանից։ Հայ մատենագրության ամենատարածված ստեղծագործությունն է, պահպանվել է ամբողջական բնագիրը ներկայացնող շուրջ 150 գրչագիր ընդօրինակությամբ։ Միջնադարում հայերը այս երգը համարել են դեղ կենաց, որի օգնությամբ ձգտել են մաքրվել հոգով, ազատվել մեղքերից եւ հասնել կատարելության։ Գրքին վերագրվել է բուժիչ զորություն, իսկ հեղինակի անունը սրբացվել ու միջնորդ բարեխոս է համարվել Աստծո մոտ մեղավոր հոգիների փրկության համար։ Հայ եւ համաշխարհային գրականության մեջ Գրիգոր Նարեկացին հռչակվել է Մատյան ողբերգությունով, որը պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական արժեքների թվին։ Տարբերվելով քնարական պոեմների մյուս հեղինակներից, Գրիգոր Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարող է միանալ Աստծուն։ Բանաստեղծը գրականության մեջ մնաց անգերազանցելի, բովանդակության համապատասխան ոտանավորի տարբեր չափեր ստեղծելու եւ օգտագործելու, ռիթմի ու երաժշտականության անկրկնելի արդյունքների հասնելու հարցում։ Գրիգոր Նարեկացին, որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել հայ միջնադարյան մասնագիտացված երգարվեստին։ Գրիգոր Նարեկացուց սովորել եւ ներշնչվել են ոչ միայն միջնադարի, այլև նոր ժամանակների հայ պոեզիայի նշանավոր դեմքերը։ Գրիգոր Նարեկացի Մատյան ողբերգության Նորակերտ Մատյանն այս ողբերգության, ուր պատկերված են նշավակվելով ամենատարբեր կրքերն ամենքի, իբրև ամենայն վիշտ ու ցավերի մասնակից, հաղորդ, մեծապես գիտակ ու ճշմարտացի մի պատվեր, ավանդ, հանձնարարվում է այս երկրի վրա հաստատված բոլոր բանականներին, նրանց, որ նոր են միայն կյանք մտնում, որոնք հասել են արդեն արփունքի, որ սպասում են վաղճանի օրվան անկար ծերությամբ, լինեն մեղավոր թե արդարամիտ, ինքնապած գոռոզ թե սխալներին հասու անձնադատ, անչար ու բարի թե եղեռնագործ, նկուն թե խիզախ, թե արու թե էգ, թե հրամայող եւ թե հնազանդ, թե գյուղաբնակ թե քաղաքացի, որ սպասում են վաղճանի օրվան անկար ծերությամբ, լինեն մեղավոր թե արդարամիտ, ինքնապած գոռոզ թե սխալներին հասու անձնադատ, անչար ու բարի թե եղեռնագործ, նկուն թե խիզախ, թե արու թե էգ, թե հրամայող եւ թե հնազանդ, թե վեհ ու վսեմ, թե փոքր ու նվաստ, թե գյուղաբնակ թե քաղաքացի,
թե ահավորի սանձով բռնված գոռոզ բռնակալ։ Նրանցից ոմանց աղեր սաղաչանք, իսկ ոմանց համար բարի խրատներ աղոթքի ձևով ներկայացրի ես այս մատյանում, որ ձեռնարկել եմ հոգուտ զորությամբ, շարադրելով ինձ բազմապիսի աղերս մաղթանքներ, իսկ այն բոլորին խնդրանքներ բազում հանապաս մեծիդ բարեգտության դիմելու համար։ Որքան ավելի ինձ այես, այնքան կփառավորվես, որքան շատ բաշխես, այնքան կսիրվես, ողորմությունդ մեծացնելով կբարգավաճես ինքդ կրկնակի և բարիքներիդ համար իրավամբ կբարեբանվես։ Ամենայնի Տեր լինելով հանդերձ քեզ համարում ես մեզ հավասարորդ, բոլորն ունես և մերով ես կշռում, անճառելի քո ձիրերի դիմաց վճարվում ես լոկ մեր ունեցածով, երկրայինի տեղ հարկ ես համարում անվախճանը տալ, մեծ համարելով գոհաբանում ես մերը վեհորեն, քիչ տալիս նվազ փառավորվելով, ամբարտավանած դու չես վրդովում, նույն գթությունը ցույց տուր նաև ինձ, հույժ մեղապարտիս, որ պարգևներիդ երախտիկները պատմելիս, այնտեղ նույն չափով նաև սերն հիշատակվի, ամեն բանում քեզ փառք հավիտենից հավիտյանս, ամեն։ Ընտիր բարության, ով անկշռելի անսահմանություն, արդ ընդունեցիր քո ընտրյալներից դու քեզ արժանի ու ախորժելի բույրը կնդրուկի, մինչդեռ ես այստեղ ըստարժանիքիս ստացա միայն դրա համեմատ բազմակրկնակի բարդված պարսավներ, բայց եթե այսպես ամբիցներն էին նաև աղերսում, ապա ինձ համար, որ դժնաբարո բոլոր մարդկանցից խիստ վռիպեցի, նախատինքների ինչ տողեր հյուսեմ։ Անառակ վարքո մոլոր ընթացա հանց վայրենամիտ, շրթունքներովս համարձակվեցի բարբառել անվերջ երկրասեր խոսքեր, խենթի մոլությամբ սիրահարվեցի ամոթալի ու զազիր գործերին, փքվեցի անզուսպ, վերացա ես, որ քիչ հետո մահվան հողն եմ իջնելու, գոռոզացա ու բարձրամտեցի, երբ նույնիսկ հոգուս գրավականի, շնչառությանս տնօրենը չեմ, ամբարշտացա փոշիս շնչավոր, սնապարծեցի կավս ձայնավոր, պանծացի հոխորդ հողս անարգության, ի վեր խոյացա մոխիրս մերժելի, բազուկ բարձրացրի, բաժակս փշրելի, տարածվեցի շատ, վեհագույններից ավելի անգամ, սակայն ետ մղված նորից ինքսի մեջ նրան փոփվեցի, բարկության բոցով շփրեցի ցոլալ տիղմս բանական, մեծամտեցի որպես մի անմահ, ես, որ մահվան եմ ենթակա, անբան չորքոտանու պես, գիրկս բացարի այս կյանքի սիրում, դեմքի փոխարեն ցիկունք դարձրի քեզ, մտքիս թռիչքով մութ խորհուրդների միջով սլացա, անարատ հոգիս մարմնից փափկությամբ հավետ վատեցի, ձախ կողմիս ուժգին զորություն տալով, տկարացրի աչիս ուժերն ու հաղթեցի նրանց, վայրի հավքի պես դեպի վաղեմի սովորությունն իմ նորից սլացա, աղոթքիս պահին նույնիսկ այս կյանքից չկտրվեցի, նժույգը մտքիս ոտքի հաստատված չպահեցի ես, բանականության երասանակով, հին չարիքների վրա բարդեցի նորերն ինքնաստեղծ, բրկվեցի ծանր ու անտաների արուրների մեջ, անկարկատելի մի գոգնոց դարձա, ըստ առակողի, անանվանելի մի վիժվածքի պես, մարդահամարից իսպար ջնջվեցի։ Ինչպես համարեմ ես ինքս ինձ մարդ, երբ կարգն եմ դասված տմարդիների, կամ ինչպես պիտի բանական կոչվեմ, երբ անբանների կցորդ եմ դարձել իմ հիմարությամբ, ինչպես կարող եմ անվանվել տեսնող, ես, որ իմ ներքին լույսերն եմ մարել, և ինչու պիտի ունենամ համբավ զգայականի, երբ իմացության դռներս են փակված, ինչով կարող եմ ցույց տալ ինձ որպես անեղծի տիպար, երբ անձնասպան եմ եղել հոգեպես։ Ահաբեկվել ու սմքել եմ մահվան արհավիրքներով, բոլորից լքված ու անմխիթար, օրերս հատնեցին հետությամբ անվերջ, իսկ տարիներիս ընթացքն անհատնում հառաչանքներից, ինչպես փութանցիկ առավոտվամբ ու վաղորդյան ցող, անհետ ցնդեցի,
Սակայն ես հույսն իմ ինչ որ մի մարդու վրա չեմ դրել, որ մարգարեի անեծք նստացած վհատվեմ անհույս, այլ քեզ վրա լոկ Տեր իմ հոգեսեր, որ անգամ խաչիդ բևեռված պահին առլեցուն սիրով բարեգտության չարչարողներիդ համար մինչև իսկ քո բարձրյալ հորից աղերսում էիր մեծ ողորմություն։ Շնորհիր նաև ինձ հույս քավության, կյանք ու ապավեն, որպեսզի թշվառ շունչս փչելիս ստացած լինեմ քո բարի հոգին։ Թե զինվոր տեսնեմ, մահ եմ սպասում, թե պատգամաբեր արհավիրքի բոտ, եթե գրագիր կորստյան մուրհակ, թե օրինապահ անեծք ու նզովք, եթե քարոզիչ ոտքերի փոշու թոթափում միայն, եթե բարեպաշտ հանդիմանություն, եթե անզգամ կսկիծ ու մորմոք, թե ջրով փորձվեմ պիտի խորտակվեմ, թե դեղ ընդունեմ պիտի մահանամ, եթե տեսնում եմ ինձ հասնող բարիք, փախուստ եմ տալիս չար կասկածներով, թե բարձրացրած ձեռք կորանում նկուն, թե մի խրտվիլակ սարսում ահաբեկ, ընդոսնում ամեն թեթև թնդյունից, դողում երբ հանկարծ հրավիրվում եմ խրախճանության, իսկ եթե մեծիդ ես ներկայանամ պիտի սարսափեմ, պիտի կարկամեմ, եթե կանչվելու լինեմ հարցումի, եթե իրավմամբ քննվելու լինեմ պիտի համրանամ, գաղտնի ծածկապես ներսս մթերված, երկաթապատող թարախան վերջտագնապում է ինձ, շնչառությանս միջոցին ներքուստ ամբուժելի ու խորը վերքերի ցավեր ազդելով, որից նվաղած ձայնից չարաչար աղաղակները, արտասվախառն ու կողկողագին, թախիծով հոգուս, իղծ աղերսներով, այլև ինձ համար ինձ հետ աղոթող, երկրաստեղծ բոլոր նահատակների ամենանվեր ողբ ու հետությամբ, այս ստորային վայրերից դեպի ամենահնար բարեգործիդ եմ երկինք առաքում, շնորհիր ով Տեր անդորություն ու հանգստավետ կյանք, զուր աշխատությամբ խեղճ հոգնաբեկիս, դու որ համայն ես ամեն ինչի մեջ և ամեն ինչով միշտ փառաբանված։ Ողբերգությանս այս հյուծվածքի նահա մի ուրիշ մասել ավելացրի, շնորհաձիրին ընծայելով նոր արտասուքների առատ պտուղներ։ Քննելով խորքերն անձիս կորստյան, չափն ու սահմանը երբեք որոշել չկարողացա։ Ջանացի գետային մասամբ պատկերել, սակայն լարելով ողջ արագությամբ թևերը մտքիս, էության բնավ հասու չդարձա, և պարտությունն իմ բանականության, ձեռքս առած որպես բարկության բաժակ, անզորությունն այդ հոգիս ծվատող, իբրև ճաշակում մահվան ըմպեցի։ Մի աներևույթ բարկ կրակարան, բորբոքվում է մեջս անուն զովանալի, ասես թե անտես եռում են սաստիկ, անշիջաների հալոց քուրաներ, թունոտ նետերի սլաքներ են խոր, մխրճված սրտի շտեմարանում, մահու տանջանքով լյարդս են խոցոտում, խիթերը բռնած երակները ողջ, տագնապի տենդն է դուրս գալուն անզոր, գալարվում անել աղիքներիս մեջ, անմար հրայրքն է լափել մոլեգին, երիկամներս երկու կողմերից, անտանելի դառն մաղձն է կոկորտիս նախադուրն հասել, շնչափողիս մեջ շնչում են խրպոտ ու հուսակտուր ավաղի ձայներ, իմ իսկ էության մասերն համորեն, մեկ-մեկուն ներհակ, պատերազմում են անվերջ իրար դեմ, երկչոտությամբ ու տագնապով վարան, վտանգի մեջ է, այնտեղ ամեն ինչ, թեև հարազատ, բայց անհաշտելի ոսոխների պես դավաճանապար ջարդում են իրար, թաղված մեղքերի գարշելի տիղմում, ոչ մեռած եմ ես և ոչ կենդանի, ու պատժապարտիկ ասկատուտությամբ հայացքս քեզ եմ ուղղել բարերար, որպեսզի կյանքի այս անհույս վիհից դուրս բերես դեպի անցկարի։ Որպեսզի խոսքս կրկնաբանությամբ շատախոսության չվերածվի ու առավելևս դառնա ողբալի, ասեմ պարզապես թշվառս բնավ արքայություն չէ, որ հանդգնում է խնդրել նրանով, այլ թեթևություն տառապանքների,
ոչ թե հավակնոտ ակնկալում է ապրողների հետ լուսաբնակ կյանք, այլ խավարակյաց զգայական շունչ մեռյալների հետ, ոչ թե հույս ունի բարձրացածներին ընկերակցելու, այլ լքվածներին, խորտակվածներին։ Հանգստի ժամին նա միշտ լինում է տանջահար, հոգնած, խրախճանքի մեջ տխուր ու տրտում, դեմքով միշտ շփտուն, բայց մտքով խոցված, տեսքը ծիծաղկոտ, աչքը ողբի մեջ։ Արտաքուստ թեև ձևանում է շատ հանգիստ, սփոփված, բայց արտասուքը լուռ վկայում է կսկիծը սրտի։ Երկու բանակ ունի ձեռքերում, մեկն արյունով լի, մյուսը կաթով, երկու բուրվարներ կայծակնացնցուղ, մեկը խնկաբույր, մեկը ճենջահոտ, անոթներ երկու համեմունք կրող, մեկը քաղցրություն, մեկը դառնություն, զույգ բաժակ երկու պարունակությամբ, մեկը արտասուք, մյուսը ծծումբ, գավաթներ բռնած մատների ծայրով, մեկի մեջ գինի, մյուսում լեղի, տեսնում է բացված զույգ ներհակ դռներ, մեկը դեպի լաց, մեկը վրիպում, հակառագործ երկու հալոցներ, մեկն արծարծում է, մյուսը շիջում, աչքերի խոժոր հայացք երկդիմի, մեկն անզգալի չնչին ողորմամբ, մյուսը ցասմամբ ժանտ ու անողորմ, բարձրացրած երկու ահեղ բազուկներ, մեկն հարվածելու, մեկը մերժելու, մի դեմք երկակի արտահայտությամբ, տխուր ու ցասկոտ, մեկի փոխարեն երկու կշտամբանք, մեկը ներկայի, մյուսն ապառնու, տարակուսերի երկու ապավեն, մեկը թերևս, մյուսը գոնե, նույն բերանի մեջ երկակի բարբար, մեկը եղկություն, մյուսը խռովք, երկու զգացում միևնույն սրտում, մեկը կեղակարծ, խաբուսիկ հույսի, մյուսն աներկբաց ստույգ կորստյան, ահագնատեսիլ մթին խառնամուտ, միամփ երկտարապ նետեր ու քարեր, ահեղ որոտմումք երկու պորտքումով, մեկը կարգտաբեր, մյուսն հրացան, ցավագին գիշեր երկու վտանգի ողբի ու մահու, առավոտ սքո կրկնակի գուժով, մեկն սպառնացման, մյուսը սաստի, զույգ արեգակներ երկու ծակերից, մեկը խավարի, մյուսը կիզման։ Արդ ամենքին էլ դու ես ստեղծել, բոլորն էլ քոնն են միայն բարերար, ուստի բոլորին պիտի ողորմես, եթե մինչև իսկ մեղանչած լինեն քոնն են, քանի որ քո հաշվի մեջ են և ճանաչում են զորությունը քո։ Համարձակվում եմ ասել, թե նա, ով գովեստներով է դիմում բարձրյալիդ և ընդունում է, որ կաս աներկբա, եթե մինչև իսկ կրկնակի 7 հեղ վարակված լինի հանցապարտությամբ, համաձայն փորձով հաստատված խոսքի, քոնը չէ միթե։ Երբեմն արշնաթույր ագռավների մեջ տեսնում ենք նաև երամներ ճերմակ աղավնիների, ձիերի մեջ գոր խրոխտ անմաքուր, որոճներ խոնար, հանդարտաբարու, գազանանման շների թվում նվիրյալ գառներ, դաժանության մեջ բարեհոգություն, թերատության մեջ կատարելություն, գոռոզության մեջ հեզամտություն, ստահակության մեջ ճշմարտություն, խորամանկության մեջ շիտակություն, խարդախության մեջ ուղղամտություն, լպիրշության մեջ առաքինություն, անգթության մեջ ողորմածություն, թշնամության մեջ հաշտասիրություն։ Ուստի և երբեք չկարողացա դատել ճշտապես, երկրածիններից ով պիտի արդյոք արժանի դառնա քեզ ժառանգելու, զի դու կարող ես միայն կշտամբել անաչառորեն կամ արդարացնել իրավակշիռ և մաքրագործված ամբարիշտներին և այն պոռնիկին, որ զղջացել է։ Կյանքս այս աշխարհում նման է սաստիկ մրկացուփ ծովի, ուր բազմակողակ ու ալեխռով հորձանքների խոլ, անդուլ, անընդմեջ ընդդիմախուժմամբ, տարուբերվում է, ցնցվում է հոգիս մարմնիս շինվածքով, ինչպես նավակում։ Քանի որ մինչդեռ չվում էի ես անհոգ, աներկբամ և վստահությամբ, փորձության հազիվ չնչին մի կասկած մտանցելով այն փոքր միջոցից, որ մնում էր դեռ մինչև հանգրվան, համարելով ինձ ժամանած արդեն,
Ձմեռը հանկարծ ամառ ժամանակ բքաբեր հողմով վրա հասնելով երեքալյան իր դիմահարությամբ խառնեց, խռովեց անդորն հիմնովին եւ ալիքների վայրակ բախումից նավը խորտակվեց։ Քայքայվեց սարքը թիավարության, հիմնախիլ եղավ կայմը բարձրաբերձ, առագաստն ամբողջ իր թռչարանով պատառոտվելով դարձավ ծվեններ անկարկատելի, զարդերից զրկվեց շինվածքը շքեղ, առասանները ձգման խզվեցին, տապալվեց գլխի դիտարանը պերճ, կտրվեց պարանն ապավանդակի, խարսխակալը քանդվեց հիմնի վեր, բաժանվեցին զույգ կծման լծակներն հաստ ու ամրակուռ, ծռվեցին սամիքն ուղընթացության, սուզվեց հիմնալաստ նեցուկը նավի, ղեկն իր կազմվածքով ընկղմվեց անհետ, նավարկությունը զրկվեց իր բոլոր հարմարանքներից, ողնափայտն ամուր կոտրվեց իսկույն, զստակապերը հոշված թափվեցին, ավերակ դարձավ նավագոգն ամբողջ, նավախերը իր եզրաշրթերով խախտված դուրս թռավ, շրքեղ բազմոցներն ընկան սուզվեցին, հիմնահատակվեց վանդակապատը վայել չակառույց, գահավորակը հանգստարանի փլված խորտակվեց, տախտակամածը քայքայվեց իսպար, պնդիչ գամերը դուրս թռան տեղից, որպես արդյունք այդ ավերածության մնաց ողբերիս հուշարձանն այս լոկ, իսկ նավավարը նավի դեմուդեմ ձեռքը ծնոտին դեգերում է դառն արտասուքների գետեր թափելով եւ նշմարելով կործանված նավի բեկորները խեղճ, որոնք խողխողված բանականի պես տարուբերվում են ալեկոծ ծովի ծփանքի վրա, հեծում է անվերջ ցավագին թաղծով։ Ճշմարտությունից վրիպում չէ այն, որ հիմա բարի նավապետը իր երկնավոր զորքով աշխարհի ծովում բանական գոյիս խորտակված նավն է աղեկես ողբում։ Անպիտան եմ ես ամեն ինչի մեջ եւ պարսավելի, որքան խոսքերը զորեն ասելու։ Ես, որ նիրհում եմ միշտեր արթուն եմ, թմրում եմ, երբ որ զգաստ եմ թվում, ընթացքիս պահին կանգնում եմ տարտամ, դեռ չարդարացած նորից մեղանչում, դեռ չխաղաղված հուզվում եմ դարձյալ, լույսն եմ պղտորում խավարի մասով, օշինդր եմ խառնում քաղցր համի հետ, բարու հենվածքին հյուսում եմ չարիք, ոտքի չկանգնած ընկնում եմ կրկին, ծաղկում եմ, սակայն պտուղ չեմ տալիս, ասում եմ, սակայն չեմ անում ոչինչ, խոստանում եմ, բայց չեմ գործադրում, պարտավորվում եմ եւ չեմ կատարում։ Անիրավորեն դատի եմ դիմում եւ ինքս եմ դատվում արդար ու իրավ, գրվում եմ, սակայն ջնջվում եմ իսկույն, նավարկում եմ, բայց շեղվում եմ գծից, սկսում եմ եւ չեմ հասնում վերջին։ Դեռ չամրապնդված խախտվում եմ դարձյալ, չլցված նորից մնում եմ թափուր, այստեղ մի փոքր կարգի եմ գալիս, այնտեղ քայքայվում, դեռ չհավաքված ցրվում եմ կրկին, հիմքը գցում եմ, բայց չեմ ավարտում, մեկը վաստակում սպառում եմ բյուր, գանձում աննշան վատնում եմ անթիվ, ուրիշներին եմ խրատում, մինչդեռ ես ինքս եմ անփորձ, սովորում եմ միշտ, սակայն ճշմարիտ գիտության հասու չեմ դառնում երբեք, լարվում եմ, սակայն հենց տեղն ու տեղը թուլանում կրկին, այս կարկատում եմ, այն պատառոտում, եղինջը քաղում, տնկում եմ տատասկ, մաքրվում եմ եւ մրոտվում դարձյալ, լվացվում եմ եւ իսկույն զազրոտվում, շրթունքներովս ճշմարտում եմ, բայց սրտովս ստում, աչով տնտեսում եմ, ցերում եմ ձախով, ցորեն ցաներիս որոմ եմ խառնում։ Իջած բարձրագույն իմաստությունից դառնում եմ ես այն, ինչ որ ինքս կամ, դրսից առնում եմ հրեշտակի տեսք, ներքուստ դիվանում, ոտքով հաստատվում եմ, բայց տատանվում եմ շարունակ մտքով, դասվում եմ կարգը հեզամիտների, բայց կակավում եմ միշտ դևերի հետ, վեհերից մերժված խաժամուժների մեջ եմ սողոսկում, կրում եմ օրվա ծանրությունները, բայց վարձի ժամին մնում եմ անմաս, հեռվից խոսում եմ ճոռոմ ու մեծ, սակայն պապանձվում ու կարկամում եմ պատասխան տալիս, ննջում եմ ահ ու տարակուսանքով, արհավիրքներով զարհուրած զարթնում,
Արդ կորցրած այսպես վստահությունն ու անդորը կյանքիս, ալեկոծվում եմ սաստիկ հողմածեց, փոթորկահույս ու հավերժ մրկածուպ մի ծովի նման։ Եվ եթե մեկը քննախույզ լինի ուշիմ հայացքով, կտեսնի անթիվ, բյուր ու անհամար, փոքր ու մեծամեծ, բազմատեսակ ու զանազանակերպ խմբեր լողացող կենդանիների, որոնք անհատնում ամեի վտար ու երամներով, եռում զեռում են, սուրում սլանում են մարմնիս ծովի մեջ, ու կհաստատի ճշմարտությունը գրած խոսքերիս։ Հիշիր Տեր գթած եւ արդարասեր Աստված ճշմարիտ, ու մի մոռացիր, որ իր բնությամբ սխալական է մարդը մշտապես, մոտեցիր միայն ինձ որպես բժիշկ, չէ որ ես մարդ եմ, ով անգոյատես, որ նստեղծված է քո վկայությամբ, թերի խակամիտ։ Եվ որպես մի մարդ երկրածին մարմին մի մահկանացու, ես էլ չեմ կարող մնացած լինել անսխալական, անգայտ, անխոտոր, ուստի ավելի ճիշտ է ընդունել ինձ էլ մեղապարտ, քան սուտ համարել ասածները քո, քանզի արդարև հայտնի է եւ քեզ, որ արարածը չար է էությամբ, որ բնածին է չարությունը մեր եւ անփոփոխ են խորհուրդները մեր հավիտենապես, ըստ իմաստունի կանխասացության։ Թեթևացրու գթած սաստկությունն այն տանջանքների, որոնք պատրաստված սպասում են ինձ, որպեսզի դարձնեն գեհենի որդուս մահուզ զարդարանք հավիտենական։ Ջնջիր պարտքերն իմ ամոթահարույց, որոնք պահված են հետին ատյանում, ազդարարվելու թշվառականից, որպես նախատինք։ Ահա երկինքը պիտի գալարվի, երկիրն հատակի կարծրակերտությամբ, խոլ դղրդյունով նման կդառնա մրկահույս ծովի, որի կոհակներն ահագնակուտակ, նախ խուճապահար ասես փախուստ են տալիս իրարից, ապա դեմընթաց խուժումով բախվում, երկուստեք կասում ու խափանում են ընթացքը միմյանց։ Հողազանգվածը իր լայնատարած ամբողջ թանձրությամբ հիմքից սասանված պիտի խարխլվի, ընդերքի խորքի ուժգին բախումից ահեղաթնդյուն, կհարթվեն լեռներն ու հրդեհվելով, կհալվեն ժայռերն ու տարերքները ամեն գոյության, երկինքն այլայլված կընդունի իր տեսքն անեղծանելի, արարածներն իրենց տարերքով փոխված կստանան մի նոր կերպարանք, ասպարես կգան գործերը ծածուկ, հայտնի կդառնան մեր կրքերն անտես, վարքն ու բարքն ամբողջ, հույզերը ներքին, պարզ կնկարվեն մեր մարմնի վրա, երկնի թագավորն ատյան կնստի, հատուցման վճիռն իր ձեռքում պատրաստ։ Խուճապն այդ պահի, անճղոպրելի ու տագնապահար, ոմն մարգարե պատկերում է մեզ այս օրինակով, ասենք փախչում է մեկը առյուծից եւ արջն է դեմից պատահում նրան, փախչում է արջից ու մտնում է տուն, ձեռքը հենում է պատերից մեկին եւ հանկարծ նրան խայթում է մի օձ, ապա ասում է առավելապես սաստկացնելով պատկերն ահավոր. իրոք խավար է տիրոջ օրը մեծ, օր մռայլության, մութի, օր ամպի ու մարախուհի։ Մեծահավորիտ անպարտ, անպատիր ու ամենահաղթ հրաշագործմամբ, թող քանդվեն բոլոր այս գաղտնածածուկ որոգայթները սատանայական, մեր կանանչարի խարդավանքներն ու գայթերը չքվեն, հնարադրված թակարդներն ամբողջ լինեն խայտառակ, Երևան հանվեն խայծերը կարթի, բացվեն նենգողի ծուղակներն անտես, վերանա մարմնի ամեն ծածկ ու քող, բռնացողների դավերն ստանան անեծք ու նզովք, ծվատվի ցանցը խափեական, իմահ որ սողի, զրպարտիչների զենքերը հատնեն, ընկնեն սրերը մահ տարածողների, խորտակված թաղվի սադրողի ամեն մեքենայություն, ու տագնապողի կապանքները պիրկ քանդված արձակվեն։
Գրիգոր Նարեկացի Մատյան Ողբերգության Զրպարտիչների զենքերը հատնեն, ընկնեն սրերը մահ տարածողների, խորտակված թաղվի սադրողի ամեն մեքենայություն, ու տագնապողի կապանքները պիրկ քանդված արձակվեն։ Թող երեսպաշտի կեղծ կերպարանքն իր բուն տեսքն ստանա, ջախջախվեն մոլի հարձակումները ստահակների, ցիրուցան լինեն ուտիչ ցեցերի տարներն անպատկար, պարակտված ցրվեն հրոսակները ավազակների, քայքայվեն խուժդուժ բարբարոսների հորդաները խոլ, քանդվեն ամրոցները ստամբակների, կանխվեն լրբերի ամպրոպներն անզուսպ, փարատվի տարափն աղետաբերի, ցնդի եղյամը չարափարության, թող որ խորտակվեն անբարտավանի եղջյուրները գոր, բարձրած ձողերը կեղծ դրոշների լինեն ջարդուփուրդ, փշրվի հոխորտ գոռոզությունը բարձրահոնների, թող անցնեն անդարձ նեղչի ձմեռներն այս ձանձրատախտուկ, կտրվի կապը միաբանության հանապազաջան ավազակների, թող շողոքորթի համբույրը շողոմ ճակատիս միայն հարուցի նողկանք, խոշտանգիչների նետարցակումներն անհետ խափանվեն, սասանվի նավը խարդախողների և ատամները կծոտողների արմատահանվեն։ Այնտեղ իսկապես պետք է ողորմել, ուր չքացել է լիովին ամեն ակնկալություն։ Այն ժամանակ է բարեգործել պետք, երբ տեսությունն է մտքի խափանված։ Այն ժամ պետք է միշտ մարդասեր լինել, երբ տկարության վտանգը իսպառ տիրապետում է ներսից ու դրսից։ Այն ժամանակ է լինում հարկավոր բժշկությունը սրբազան ձեռքիդ, երբ բոլորովին տեղի է տալիս կենդանությունը մարդու էության բոլոր մասերում։ Այնտեղ պետք է միշտ օգնության հասնել, ուր չկա ելքի որևէ հնար, այն ժամ կերևա մեծությունը քո, երբ բուժես վերքերն հուսահատության, այն է իսկական քո բնությունը, որ անակնկալ ժամին փրկության հրաշագործես, հաղթահանդեսը քո այն կլինի, որ վերջին շնչում կյանքի փակված դռներն իմ առաջ բանաս, այն է շնորը քո վայելչական, որ մոռանալով չար գործերը իմ, հիշես շարունակ բարությունը քո։ Ինչ են քո աչքում, ով ամենակալ, բազմակույտ մեղքերն ամբողջ տիեզերքի, եթե ոչ հողի դյուրափխրուն կոշտ, որ մի կարծրությամբ բախմամբ անհապաղ փոշյանալով կցնդի անհետ, կամ թե անձրևի չնչին պղպաջակ, որը հոսանքով բազմազեղ կամքիդ պայթելով իսկույն պիտի չքանա։ Հավիտենական եմ մոլորյալ, մի ամենապատիժ, մշտապես դժնի վայրենաբարո, ինքս ինձ անձամբ մահով կշտամբիչ, վայրագասուն ու զազիր խոզերի բոլու կարածող գարշելի նվաստ, անարգ մի վարձկան, ամայաբնակ ուլերի հորան խնամող հովիվ հոտարածների վրանների մոտ։ Ըստ երգոցի ինձ պատշաճ խոսքի, որ ինքս ինձ բնավ չճանաչեցի, չիմացա ումից, ում պատկերով և ինչու գոյացա։ Ահա քեզ կրող երկու միաբան անանջատելի ոտներիդ վրա, հրեշտակաձև դու կառուցվեցիր, որ միշտ կրկնաբարձ վերասլացի քո բազուկներով, ասես թևավոր թռիչքով միայն երկիրն հայրենի դիտես բարձունքից։ Ով հիմար, ապա ինչու կամովին գետնին կորացար ու միշտ երկրային հոգսերով տարված անապատական վայրի ցիրերի կարգը դասվեցիր։ Ինչպես բազմաճյուղ մի կանթեղ մարմնիդ պերճ աշտանակին բոլորությունը գլխիդ հաստատվեց
որպեսզի նրա շնորհիվ երբեք չոտարանալով շնորհի վսեմ օրինապետին, տեսնես Աստծուն, անանցականը իմաստասիրես, դրա հետ նաև ճոխացար պատվով բանականության, որ քեզ շնորհված բարեմասնության հաղթանակները անկաշկանդ լեզվով պատմես բոլորին, գրելով գործուն արվեստող ձեռքեր, ճարտար մատներից շարավիղներով, իբրև գործակից ամենապարգև աչին Աստծո, համացեղությամբ Աստված կոչվեցիր, բաղադրվեցիր դու 360 հոդերով, իլրում պատշաճ թվի դրանց հետ միավորելով ճանաչողական 5 զգայարան, որ անքննադատ չմնա մտքի տեսության կողմից քո տեսանելի կազմ նյութեղեն, ուր կան անդամներ հաղթ ու զորավոր, կան որ փոքրիկ են, բայց եւ պիտանի, որ կարծրակերտ են, բայց եւ զգայուն, կան որ գողտրիկ են, ընտիր, պատվական, ինչպես նաև կան, որ կարևոր են, բայց ամոթալի։ Իսկ մեկնությունը դրա կգտնես նկարված քո մեջ, անձն իմ եղքելի, ինչպես մի անեղծ արձանի վրա։ Ժամանակի տարն ու տարին կազմող, իրարահաջորդ թիվ օրերի սահմանված ասես ինչ որ օրենքով, մարմնիդ մասերին համապատասխան, պետք է որ պահվեն անսխալ ու միշտ անայլայլելի։ Բարձրյալ անքնին, զորություն ահեղ, Արարատոց տեր երկնի թագավոր, մտքի գոյարան հոգու բարի պետ, երանության ռա, կյանքի շարժառիթ, բանականության սկզբնապատճառ, անչար փրկություն եւ խաղաղության շունչ ու առաջնորդ, ողբերգության այս մատյանում գրված խոստովանական աղերսանքներով, ի բարին հիշիր մարդկային ազգից եւ նրանց, որոնք թշնամի են մեզ, տուր լիակատար քավություն գթած ու ողորմություն, եւ իմ պատճառով իմ հանդեպ տածած մեծ սիրուտ համար մի բարկացիր Տեր դու նրանց վրա իբրև սրբերին բամբասողների, այլ իբրև չարին նախատողների եւ արդարացի կշտամբողների, ներիր դու նրանց հանցանքներն իրենց։ Եթե նրանց հետ քեզ ներկայանանք, ով արդարադատ, ոմանք մեր հանդեպ կարող են դուրս գալ պակաս հանցավոր եւ իրավացի, նաեւ մեզ բամբասելով, մինչդեռ քո հանդեպ իմ բազմօրինակ ուխտազանցությունն ամենապարգև, անթիվ է, անբավ ու անկշռելի։ Ընդունիր հյուսվածքն այս աղիողորմ հետեծանքներիս եւ այս բանական նվերն հոտոտիր որպես անարյուն զոհաբերություն, օրհնությամբ սրբիր ու մաքրիր ամեն տառ մատյանի այս ողբերգության, վավերագրիր, հաստատիր, կնքիր այն որպես արձան հավիտենական, ընտիր ու հաճող գործերի կարգում։ Թող որ հռչակված հասնի ազգերին, ժողովուրդներին քարոզվի լուր, տպվի դռներին բանականության եւ զգայության սեմերի վրա դրոշմվի ամուր։ Ու թեպետ որպես մի մահկանացու պիտի վախճանվեմ, բայց այս մատյանի հարակայությամբ կմնամ անմահ։ Նարեկացի, տաղեր։ Երկ դյութական հեշտաթրթիր, բարեկերտի ամփոփարան, խորհուրդ, խորհուրդ, համերամզատ, համորեն զարդ, տնկի սափոր, նոճու նման բողբոջահյուս, երեգնի պես դալարակերտ, գեղուղեշ հանցնշդարենի, նուրբ հոնքերի կից կամարով, լուսապայծառ միջորի ժամ։
Ծավալվել են աչքերը ծով, առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ, ինչպես երկու փայլակնաձև արեգակներ, շողն է նման լուսացնցուղ այգաբացի։ Թափվում էին այտերից, վար դափնել վարդի ու նռնենու ծաղկաթերթեր, գեղաշիտակ իրանից սիրտն էր կարկաչում հուզավարար կենսատու սեր։ Կամար կապած թևերը գիրք, երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն, երևեջներն հյուսում իրար շարժվում հանդարտ ու ջեմում էր թիկնեթեկին։ Բերանն երկթերթ շրթունքներից վարդն էր կաթում, լեզվի տավիղն էր քաղցրերգում հուզում նահորդ, շողում էին նույն կենսավար սիրով չքնաղ ու գինեթույր ծամերն իրենց գիսակներով խոպոպավոր։ Այդ վարսերը համերամ զարդ, համորեն զարդ, ոլորկ առած երայհյուսակ բոլորվել են այտերի շուրջ, լուսափայլ է ծոցը, կարմիր վարդով լցված, դաստակներն են մանուշակի ծիրանի փունջ։ Բուրում էր նա կնդրուկի պես աստվածային հրով լցված մի բուրվարի, ձայնն էր մեղուշ, քաղցրանվակ։ Զարդարված էր պատմուճանով գեղեցկատես, որ բեհեզի կապույտ, որդան ու ծիրանի գույներով էր ոսկե շողում, գոտին կամար, արծաթափայլ, ոսկե տտուն ու ներփակերտ, պաճուճված էր ակնեղենով շափյուղայի։ Երբ շարժվում էր մարգարտափայլ գեղեցկությամբ, քայլերի հետ շողն էր կաթում իր ոտերից։ Քեզ պսակող թագավորին ու նորածին այն փրկչին փառք, հավիտյանս հավիտենից, ամեն։ Տնօրինությամբ աստվածային իր հոր աչի, հոր աչ կողմի փառքի լույսից ճառագում է նա ծնողի սուրբ ծոցի մեջ, ծնվում է իր արփիական ծագմամբ, որպես անձնավոր սեր, որպես ծաղիկ կույսի ծոցում, հարազատ ծոց, ծոցի ծաղիկ, ամպի նման երկնից իջած, քաղցրիկ սերն է ցողում մեր մեջ։ Ամպ սիրաշարժ եւ այդ ամպից օդին շաղած, ցած մաղելով որպես անձրև մանրակաթիլ, ծանուցում է իր սերը մեզ, լցնում տարպմամբ սիրաբողբոջ, սերն է սիրով միաբանվում։ Լուսին հասած լույսի լրման ջեմում է ջող, ջեմ է առնում իր ետևից արյուսյակը գիշերավար, բարկ աստղերի բույլերի հետ։ Առավոտյան ցողն է իջնում նոր Սիոնին, նշողում է արշալույսը քաղցրաճաճանչ, գառնանաբեր, գառնանաշարժ երփնազարդմամբ, գեղգեղանքով գումարվում է հարսնահանդես։ Եկեք մենք էլ զվարճանանք, վարվռելով ու խայտալով, բարեհարդար տերև լինենք դալարագեղ թփի համար։ Ավետիս մեծ, սուրբ խորհրդի, գաղտնի խորհուրդն հայտնվեց մեզ, ավետիս հոր լույսն է ծագել իր ծոցածին էությունից, ավետիս, որ հայտնվեց Աստված, էակներիս մեջ հողեղեն, ավետիս, պետն հրեշտակած, Գաբրիելն երկիր է ուղարկվել, որ ավետիս տա սրբուհուն, դստեր Դավիթ թագավորի, ավետիս քեզ, Աստվածամայր, ուրախ եղիր, Տերն է քեզ հետ, ավետիս քեզ Աստվածամայր, Սերովբեի նման անբիծ, Քերովբեի պես բարձրաթոռ, եռյակին մերձ լույս գերազանց, որից իջավ բյուրերի մեջ լույսի արփին եթերաճեմ, շողշողենի, փողփողենեջ, մանրահեղեղ գաղտնի շավիղ անծանոթի ճանապարհին։ Ավետիս քեզ Աստվածամայր, կույսդ Մարիամ տաճար Աստծո, ավետիս Տուր եւ Ադամին լուծվեց մեղքի անեծքն այսօր, ավետիս ձեզ նահապետներ, ձեր անցկալուն ահա տեսակ, ավետիս ձեզ մարգարեներ, եղավ լրում են օրենքների, ավետիս եւ քեզ Բեթլեհեմ,
երկիրտ հուդա եւ հրադիտուն, ավետիս ծառ ծաղիկներին, բողբոջախիտ, սաղարթավետ, գեղեցկաթույր պտուղներով ակնահաճո ախորժահամ, զվարթաբույր հոծ խուրնախիտ, փթթինազարդ վարդերի փունջ չափրակներին, որ բացվել են ոսկե ճաճանչ թերթիկներով ու կանաչել տերևազարդ։ Ավետիս էր երկրպագում մեծ կարապետն այն Հովանես, օրհնաբանում էր ավետիս Եղիսաբեթ մայրն Հովաննու։ Ավետում էր Հովանեսն հորդ աղբյուրներին, վտակներին, որոնց ջրեր են հույլ վետվետուն, մանվածածուփ ծիծաղ ծավալ, կարկաչասա ուղի նահոս, մանրածփին մանվածավալ, շրջապտույտ այս կողմ այն կողմ թավալվելով մանրավազին, միավորվում խառնվում իրար, վայրվեր, անեջ, վեր, վայր, իվեր, շտապում են դեպի ջրերն Հորդանանի։ Ավետիս եւ քեզ Հորդանամ, Քրիստոս քո մեջ է մկրտվում, ավետիս քեզ Սուրբ Կարապետ, ձայն բարբարո անապատից, ավետիս ինձ Հովանեսիս, Տերն իմ ձեռքով է մկրտվում, ավետիս ինձ հարսին մաքուր ես եմ կանչող Փեսայի մոտ, ավետիսի կոչնատերն եմ, մի մերժեք գալ հարսանիքին, ավետիս եւ Ահրեմոնին, Սանիրային, Հորդանանին, որ ծփում է խռովահույս, խոր կիրճ նիվեր, լեռնադղիր թորձանքներով եւ հրակոց լերանց տապից հեղձադմաղձուկ, խոր հերձանցքով բոցածավալ, դարձապտույտ ճապախ ճեպով շտապում է ծովը տեսնել։ Ավետիս մեծ տիեզերքին, այսօր հնչեց ձայն բարձունքից, ավետիս ողջ ցեղին մարդկանց, այսօր որդին է մկրտվում, ավետիս ձեզ տղամարդիկ տեսակ հոգին աղավնակերպ, ավետիս որ հայտնվեց այսօր խորհուրդը Սուրբ երրորդության, ավետիս միշտ պիտի երգենք Քրիստոս օրհնյալ է հավիտյան։ Փառք Քրիստոսի ամենազոր հարության։ Սայլն այն իջնում էր Մասիս լեռնի վայր, եւ նրա վրա աթոռներ կային կարգով շարեշար, եւ նրա վրա գահույք ոսկեղեն, եւ նրա վրա բեհես ծիրանի, եւ նրա վրա որդին արքայի։ Աչից վեց թևյան սերովպեներն են, ձախից բազմաչյա քերովպեներն են, առջևում նրա մանկուկ գեղեցիկ, գրկերում նրանց խաչ տերունական, ձեռքերում քնար ու սաղմոսարան, որ երգելով ասում էին Փառք Քրիստոսի ամենազոր հարության։ Բերել են սայլիկը, բերել են կանգնեցրել, եւ ահա չեր շարժվում սայլիկն այն, եւ ահա չեր խաղում անիվն այն, վրան 100 բարդ խոլրձան, 6 կորնկան, մի մանուշակ խրձադիզած, սայլիկը աջ կողմից մասյած բերել են ու կանգնեցրել, եւ ահա չեր շարժվում սայլիկն այն, եւ ահա չեր խաղում անիվն այն։ Սամիները արծաթից են, լուծը ոսկուց, սամոտիներն ապրշումից, շարանման վրան շարված փոկերն են հույլ մարգարտահուռ, խրազանը փնջված ծաղիկ, եւ ահա չեր շարժվում սայլիկն այն, եւ ահա չեր խաղում անիվն այն։ Ճկուն էր ճորտն այն ու ճապուկ, դալարամեջք, հաստաբազուկ, լայնաթիկունք, խարտիշագեղ, ահեղագոչ։ Նա ձայնում էր եզնամոլին, խայտում, ցնցում ու կանչում էր աթոռակին։ Եզներն էին սաթ ու սպիտակ, ծաղկախայտուց, քաջընթացիկ, արագաքայլ, եղջյուրները խաչանման, իսկ մազերը հույլ մարգարիտ, եւ ահա շարժվում էր սայլիկն այն, եւ ահա խաղում էր անիվն այն, օրորելով կուրծն առեղին, ընթանում էր անուշ բուրմամբ։ Սայլն Մովսեսի երկրորդ օրենքն էր Սինայում, այն 100 բարդ խոլրձանը,
Նահապետներ, մարգարեներ, կորընկանը 6 բարթոց, տիրոջ գործերը 6-օրյա, մանուշակնային մի բարթոցով, միավորյալ երորդություն, այն մանուկը խարտիշագեղ, Սուրբ Հովանեսն էր մկրտիչ, իսկ սայլիկի 4 կրծերը ավետարանը Քրիստոսի։ Գիլ գալիս էր գլգլալեն սայլիկնի գիլ, գալիս էր աջ կողմից մասյաց, սայլիկնի գիլ գալիս էր գիլ գլգլալեն ու մտնում էր ճռնչալով Երուսաղեմ, իսկ որդիները Սիոնի երգում էին այս ասելով, Փառք Քրիստոսի ամենազոր հարության։ Գոհար վարդն էր շղարշարել արփիական վեհ վարսերից, ծավալվում էր հուսք վերևում, վարսերից վեր ծաղկացի ծաղ ծոն երկնային, և այդ ծովից համատարած պղպջում էր գույնն այն ծաղկի երբնափոխ, իսկ ճյուղերին հուրհրատում էին հասած պտուղները քրքումնաթույր, հուրհրատում էին նրանք սիրասնունդ, հովանուտակ խուրն ու առատ տերևների, որ սոսավում էին ինչպես հրաշալի Դավթի տավիղն աստվածատուր։ Վարդաստանն էր շողարցակում հազարերանք, ծիծաղածուփ ծաղիկների երբնախաղով, սոստն ու տոսախն էին սփռել այնտեղ բոսոր դալարագեղ ոստերն իրենց։ Նոճիներն ու արոսենին նորաբողբոջ շրշում էին հևքով հուշիկ, գգվելով վարդ ու Շուշանին, շողշողում էր Շուշան հովտում, շողում էր դեմն արեգակի։ Հյուսիսային հովն հեզասա, հովարում էր գիրք Շուշանին, հարավային լեռների զով, օդն էր ծողում ջինք Շուշանին, ու Շուշանն է լցվում շաղով, շող շաղով ու շար մարգարտով, արեգնափայլ ոսկի ամպից շաղն է ծողում ծաղկունքն ամբողջ։ Նշմարվեցին հետս հետե աստղերն առկայծ ու դարձիկ, լուսինն առան բույլերի մեջ ու երկինքի բիլ կամարին համատարած հոց խմբերով շուրջանակի ճառագեցին։ Փառք Հոր Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ հավիտյանս հավիտենից։ Հանկարծահնչեց բխումն հայրացին, խուռնածուփ եռնով, հրահոսընթաց ու բոցաշավիղ, և հողմահնչեց երկնի դռներից, բոց լեզուներով գալարամանված, ավետաքարոզ բարեհրավեր Պետրոսյան տրտմած դասը միաբան գոչեց բյուրակերպ հողմաշունչ ձայնով, հրով մաքրողին, հրեշտակների 9 դասի պես, գոհության երգեր ի վեր առաքենք, յոթնալար տավղով, փառաբանություն հղենք Սուրբ Հոգուն, Հոգուն Հոր ծագած նույնատիպ տեսքով, Հոգի Աստծո, Հոգի զորության, Հոգի հեզության, Հոգի գիտության, մտքի հանճարի և իմաստության, մի դատապարտիր ինձ ու տաճարն իմ, շինված քո ձեռքով, կամեցող բարյաց, քո կամենալը գործ է կատարյալ, օթևանիր և բարեգործիր իմ բազմամեղիս մեջ, որ կարողանամ երգել ու երգով փառաբանել միշտ, անեղականիդ, նաև կամքովդ վերանորոգիր ինձ ի փառս քո։ Գնդերը սուրբ վկաների այն սոսկալի պատերազմում միաբանված մտան հանդես հասան գլուխն ասպարեզի, որպես հանուն տիեզերքի երանության պատրաստական մարտիրոսներ, բանական զո, ողջակիզված աստվածության։ Ընդունելով վախճանն իրենց անտխրական հոժարությամբ, համբերելով դժնակոշկոչ լլկանքների, մահն աչք առած մաքարեցին սաստկակսկից քրտնակայլակ, արտասուքը խառնած արյանն իրենց բոսոր, աղերսալի կողկողագին աղաչանք ու պաղատանքով խնդրում էին տանջանքների ավելացում,
ուսուցիչները այդ բարի անհավասար երկրի մարդկանց արիացած վայրչության բոսորագույն մարմնի անլուր կտանքներով թոթափելով բնությունը մեր կենակից ելան երկին խառնվելու անդ երկնավոր զորքերի հետ դարձան հայտնի երևելի քարոզիչներ տիեզերքի գրանցեցին կենաց գրքում հրեշտակների տոները սուրբ երանությամբ պսակվեցին անդիվերին Երուսաղեմ զմայլվեցին տեսքով տիեզերքն ստեղծողի խրախճանքով շքեղաշուկ տեսան երկնի բարձունքներում տիրոջ մարմնի ոսկորները որոնք աստղերն են աշխարի օրհներգեցին արարողին անմահության նախընթացին նահատակած ի խրախույս սրանցով էլ հիմնարկվեցին եկեղեցիկն ուղղադավան որոնց եղավ անկյունակալ ներգործություն նրարողի ամենաձիժ պարգևում են միշտ մասունքները խնդրողներին վերնակաղաք Սիոնի նոր որդիներն այս եւ սրանք էլ պիտի այնտեղ թագավորեն մեծ ատյանում ու միջնորդներ լինեն կենաց վերջին ահեորն հատուցման ընդունիր մեր աղոթքները սրանցով Տեր երկայնամիտ մերը նրանց ու մեզ համար ամենագութ Աստված քեզ փառք հնչում է ձայնը կենսապարգևի դուրս արի ղազար եւ դուրս է գալիս մեռյալ նավետից տալիս խմբերին սքանչելահրաշ խմբերին մանկանց երբնաթեր ծաղկանց նոճ ու արմավի դալար ոստերին ջող սաղարթներին ու խաբերտ սոսյաց հազրև արթերի մանուշակների անթիվ փնջերին որ բերել էին սիրողները բյուր ձիածաների գույները բոլոր խառնած խառնիխոռն տեսության եկած ծերունիների պերճ բազմության հետ ձիթենիների տերևներն էին այնտեղ տարածում սուրբ ոտքերի տակ մաքրազարթողի որ լուսաճեմ էր ինչպես հրարփին եւ տավիղներով երաշռինչ ապճիր ու բամբերքաձայն գալիլեացի խանդավառությամբ համերգում էին գառնանազվարդ Սիոնին ընծա երկնայինին սիրամոր պատգամ նոճու փոխարեն ծարավ բավենու ցող որ ունեմ ես թող խնկարկումով բարձրանայի փառս քեզ մեր նմանիտ աննմանական համայնիտ անբավ մասնավորված մեր տեսք կերպարանքով ինքնեից է են էից հարակա փառք փառատուին փառք ու պարգև միշտ այժմ եւ հանապաս հավիտյանս ամեն Սև եմ ես դուստրս Եվայի ու գեղեցիկ Երուսաղեմ ահա նա հարսն իմ բաղձալի սիրով կապված Փեսայի հետ նման է իմ եղբորորդին այծյամներին ու հորթերին եղնիկների այն ձայնը իմ եղբորորդու խանդաղատուն սիրով լցված եկ սիրելիս եկ մերձավոր անտառներից Լիբանանի ահա խայտում է հարսը իմ խնձորներով ինձ պատեցեք տարեք մտցրեք ինձ գինետուն աղավնային աչքեր ունի թև կարմիր լար ոսկեմանյակ ահա նա լեռն է կնդրուկի նարդոսի ու զմուրսի պես անուշահոտ գովելի է գեղեցկությամբ մանուկ անհաս անժամանակ նա դիտարան լեռ է ասես դաշտի ծաղիկ հովտաշուշան Մարգարեները խմբովին երգում են այն բլրի վրա ահա նա լեռն է Շուշանի կինամոնի վարդի հոտով երեք որդիկ նոր Սիոնի տեսեք նրան Բեթղեհեմում երեք եւ այն այրում ահա երկրպագեք թագավորին հովիվների հետ երգեցեք երկրպագեք մոգերի հետ նա ոսկին է թագավորի խունկն Աստծո միակի հոր որին եւ փառք եւ գոհություն եւ հանապաս փառատրություն հավիտյանս հավիտենից Քրիստոս օրհնյալ է բոլորից